Բարի։ Ես մեր պատվանն է։ Այդ խնձորները լիքը արդեն շարած տեղավորած։ Լատենանք ինչ կամպոտ եք ուզում, ձերը դիվոր ուզում ես են տանեմ։ Մեծ սրտով ու հյուրընկալ հոգով Լամարան անտառի ու այգու բարիքներով 1000 ու մի տեսակ պահածոներ է պատրաստել։ Դեռ սկեսուրից ժառանգած մեծ կաթսա ունի, որ հատուկ պահում են ստերիլիզացնելու համար։ Կաթսան կրակին է դնում ու հենց բակում է լաթոռի վրա մեկիկ փակում ապակե բալոնները, բայց նախ գեղեցիկ դասավորելով ու ձևավորելով դրանց պարունակությունը։ Ինչպես բոլոր իր տարիքի կանայք, Լամարանն էլ առաջին հերթին իր մառանն է ցույց տալիս, որ իր ամբողջ տարվա աշխատանքի արդյունքն է։ Հետո առաջարկում է, որ մեզ հյուրասիրվելիք մրգահյութը մեր ուզածով լինի։ Խարաղատն է սա։ Մեր հայատեց, սա մեր հայատեց այս կամպոտները։ Լամարան ակտիվ պատրաստության մեջ է, մինչև սուրճի սեղան չփռի, չի հյուրասիրի իր հյուրերին, զրույցի չի բռնվի։ Կարգ է, որ ավանդաբար ժառանգել է իր նախնիներից։ Նախ ուտացրու, հետո խոսացրու սկզբունքով։ Սուրճի սեղանը բացված է։ Բակի տարածքում աչք են ծակում նաև մրգային լավաշները, որոնք պատրաստվել են հասունացած տեսակ մրգերից։ Ինչպես Լամարան է ասում, այգում միրգը ոտքի հետ գնում էր։ Հո թափված չէր թողնելու, հավաքել է, մի մասը օղու ու գինու հումք դարձրել, մի մասն էլ մրգային լավաշներ պատրաստել։ Օրը դեռ կես չի դարձել, բայց ինչպես գյուղում են ասում, Լամարը հոգնել է։ Ծանր աշխատանքից ծնկները ծալվում են, բայց մեկ է բանն ու գործը չի հատել, ու դեռ պիտի աշխատի մինչև երեկո։ Ամեքն է չեն անում Սիրուն ջան։ Ես ամեն ինչ անում եմ, բայց ձերս հետ ամեն խնձորը ափսոսա, կիտած մնա, պիտի թափածը փչանա, այնա ես ինձ բան եմ սարքում, չեմ թողում էլի։ Նա նույնիսկ մեղրով սարքում են, մեղրը կսում են, պոպոկը ջարդում ու իրանց ես փաթաթում, ռուլետին ման կտրտում սեղանին դնում։ Շատ համով բանալ եմ, ամեն ինչը։ Հա, չուչխել եմ շարել, բայց սարքել չէ, մենակ շարածա, որ չորանա։ Որ անում են, սա չի։ Լամարայի ձեռքերը միշտ հողոտ են, ոչ թե նրա համար, որ աչքն է ծակ, այլ նրա համար, որ սիրում է ունենալ ու ունեցածից էլ բաժին հասցնել բոլորին։ Բացի այդ, հողը բժշկող, երիտասարդացնող հատկություն ունի, որ Լամարին պարզապես խելքահան է անում։ Մենք ջահել ենք, չենք անում։ Հողի հետ ավելի սերուն է, որտեղ հողը մարդու ներվեր հանգրից, որ դուրս եմ գալի, հողի հետ կապվում եմ, հանգստանում եմ, ներվեզ լրիվ հանգստանում եմ։ Ես եթե ներսում եմ ելում, ճիշտ է տան գործի բանի հետ, բայց թե այն չի։ Որ դուրս եմ գալի, ոնց որ բնության մեջ էլ որ գնում եմ, հանգիստ եմ զգում։ Եթե չի արդեն ես երևի չի ելելի։ Եվ որ դրսում ման ես գալի, հանգիստ ես ման գալի։ Ճիշտ է, մարդիկ կվարծին են սիրում։ Ես էլ եմ սիրում, մաքուր, ակուրատնի, ինձ համար ապրեմ։ Բայց դե որ անընդհատ տենց շենքի մեջ ինչ չեմ կարա, դուրս գալն վերև բարձացի իջի, բայց չեմ կարա։ Այստեղ իջնում եմ, ման եմ գալի, որ ման եմ գալի, ոտերս բացվում է։ Բայց որ նստեմ 2 ժամ, էլ չեմ կարա շարժվում, ոտներս ցավում է։ Ուռուտում այս տարվա բերքատվությունից շատ գոհ են։ Տուն չկա, որ գոհ չլինի թե տնամերձ այգիների բերք ու բարիքից, թե դաշտերից վերցրած հացահատիկ կարտոֆիլից։ Մի խոսքով կարող են հանգիստ շունչ քաշել։ Ձմռան 3 ամիսը վայելել ստեղծածը, որովհետև ամբարները լիքն են ապրուստով, որովհետև մտածելու բան չունեն։ Լամարան ճիշտ է, վերջին տարիներին դաշտում վար ու ցանց էլ չի անում, ասում է առողջությունը թույլ չի տալիս, բայց գոհ է տնամերձի տված բերքից։ Այնտեղ բազուկ է ցանած, կարմիր բազուկ։ Սող, սխտոր, լավ ստացել եմ, բերքը շատ ընտիր է եղել, կարտոշկեն շատ ընտիր եղավ, են ձեր լոբին էի ցանել, լոբին է շատ լավ եղավ, գարուխ է, հիշում ես գարուխը, ընտիր գարուխ է լավ, աղակին գարուխ է լավ, այդենց ամեն ինչը ցանել, կանաչին փարկած, դա դեր նեխուրն ու պետրուշկեն կահանիլ տեմ, մի որ տնեմ խալաձենիկ, նա հիվան երբան թուրմը մեզ խմեմ, երասım բանը նեխուրը, նա շատ օգտակար է, սրտին էլ ամեն ինչին է, նամանավատ ստամոքսին, հաղքնին, ամեն ինչին օգտակար է նեխուրը։ Այն որ ասում է պարազիտները մեջից ցտ մաքրում, իսկական այդ նեխուրը մաքրում է։ Դες էս պետրուշկին էլ ինձ թե պոչկեքի բանի համար շատ օգուտ է։ Ամենքն իրանց շտեմարանները լցրել են, ամեն ինչը լիքն է։ Ձմեռը թող նստեն ուտեն։
Ուռուտի աղջիկ է, որ ժամանակին ամուսնացել, հարց է գնացել քաղաք, հետո կյանքի ու ճակատագրի բերումով վերադարձել ծննդավայր, ավելի հստակ հայրական տուն ու քրոջ հետ հիմա փորձում են հանգիստ ու խաղաղ ծերություն ապրել։ Ամեն ինչից գոհ է, ամեն ինչի ու բոլորի հետ հաշտ, միայն թե մի բանի հետ այլևս հաշտ չէ։ Ժամանակները փոխվել են, փոխելով թե գյուղը, թե գյուղացուն, թե գյուղական վարք ու բարքը։ Իր խոսքով ուռուտը այն ժամանակ էր ուռուտ։ Առաջ էր ուռուտ։ Հիմի արդեն ոնց որ թե ամայի դարավ։ Մարդ չկա, նայում է շրջապատը շատ քիչ մարդ կան։ Գնացին, ծրվեցին, որոնք մահացան, մահն արագա։ Տունը տան վրա մահերա։ Բայց ընդհանրապես մեր կեղն առաջ շատ ընտիր էր, շատ։ Ես ճամփեքին ինքան ենք խաղացել, ինքան ընտիր եղել։ Ինքան շատ էին երեխեք, ինքան շատ, ես մեր գետը, դա չի տեղ էր, տեղ ու դադար չկար գետին։ Կապը մեծ գոլ են կապը, բոլորը գալի լողանա, աղջիկ, տղա, սաղ իրար հետ, ուրեմն թե ինչ շատ ընտիր տեղ էր մեր կեղը, բայց հիմի կյանքն ինձ հաստացվել, որ արդեն մաղվեցին սաղ։ Հարևանը հարևանի հետ այնքան սերով էինք, այնքան հարգանքով ենք, իսկ հիմի աղջի ջան, մեկը կարող է հեչ ապրելուց չելի, մի բանը անի, չէ, ուժը պատի, որ անեմ, լավ անեմ, արդեն նրան բախլում են, նախանձում են։ Այս ժողովուրդը այտենց փոխվել է։ Առաջ մեր մանուկ իրար հետ խառնենք, վերևում ճամբար ենք սարքում։ Մեծ ճամբար արձակուր ամառվա ժամանակ։ Կինարմա կլանիքը մեծ էր մարդուկնիկ, մեծ մարդուկնիկ երգում էին ու պարը։ Դուսքանդա դուրանային երգում։ Այնքան լավ էր որ։ Սա խառը մեր մանուկ հավասար ենք, հավասար։ Իսկ հիմի մեկ ու բախլում է դրամա, հնի փոխվել է, դրամա գյուղը այն չի։ Աշխարհը փոխվել է, ժողովուրդները էս ու այն կողմ են գնում, իրենց տեղը չեն մնում։ Համաշխարհային այդ շարժի հետ շարժվում են նաև ուռուցիները, միայն թե այդ շարժից գյուղն անընդհատ փոքրանում, քանի որ ջահելներով է համալրվում այդ հոսքը։ Մնացողների էլ առողջությունը էլ առաջվանը չի։ Մարդիկ ձեռքից ու ոտքից ընկել, ինքն էլ հեչ առողջություն չունի, պարզապես մենամարտի մեջ է մտել այդ անտեր հիվանդությունների հետ։ Պայքարում է ու չի հանձնվում։ Չէ, լամարան հնի ջատագովներից չի, բայց չասել չի կարող, որ կյանքը այն ժամանակ մի տեսակ ավելի երկար ու երջանիկ էր։ Մի բան, որ հիմա խորթ է։ Ասում է ջահելներին պատմում ես, չեն էլ հասկանում, թե ինչ երջանկության մասին է խոսքը։ Սերունդը ծնվում է, մորից ինչ ծնվում է, այն ձևի է ծնվում է։ Հղիկինը, որ ներվային վիճակով երեխա բերի, արդեն երեխան ներվային է։ Այ տենց է կյանք։ Իսկ առաջ տենց է, հիմի տես։ Հղիկինը առաջ սիրուն դերա իր հակնամ, ինձ ակուրատ նենից սիրուն էր հղիությունը, հավես էդ գալիս էր, բայց հիմի շալվար են հակնամ, հղիկինը պետք է շալվար չհակնի, նա ազդում է իրազ, ծնունդի վրա, նա ինչ-որ միտեղ մի բանում սխմում է, այնքան ուզում է դու ռեզինք ինչ կանի, մանուկին, սպանի, դրա մաս աղ երեխիկը մեկ էտի մեզ ծնվեց, թե չհասցնում են Երևան, որ կենթանացնեն, ընչիսն է, հենց դրանից է։ Սվիտրը հակնում են, փորը բաց։ Դա սիրում դիրա հակեկելի։ Սրտի հիվանդները շատ են։ Մի տան մեջ ներկուսս ենք, նույն բանը։ Կողքին նայում ես այն հոգս աղջկա այն մեկը, սաղ սրտի հիվանդանոցները տեղ դադար չկա, զուտ ստենդին դնում։ Այդ են սրտի հիվանդները, մարդիկ ներվային կյանքով ապրում են, ոնց ինչից պետք է լինի։ Այդ տարիներին որտեղ կյանքը ավելի լավն էր, դու տանն էիր։ Ընդյան աշխատավարձը տստանում էր, տոկոսները տստանում էր, յուղուպաները ստանում էր։ Քեզ ինչն էր անհանգստացնում, հեչ մի բանը, դրամ էլ լավն էր։ Նա պետական զավոդները կար, ուղարկում են Ռուսաստան յուղուպաները, ուղարկում են ուրիշ տեղեր, ընտիր պանիրները։ Մարդիկ աշխատում են, աշխատավարձը ստանում էին, աշխատավարձի դիմաց ասենք հերագնա, սար որ գնում են, ավելի էր փողը, ավելի շատ են տալի, հերագնա է։ Մարդիկ լավ աշխատում են, լավ ապրում են։ Պատվալը լիքը, մենք որ մեր պատվալը լիքը յուղուպաները պորնել է, ու շատներով յուղ ենք ստացել, տոկոսի։ Ոչկեքով, ոչխարի պանիր, կովի պանիրը, ոչխարինը, հետո չեչիլը, մենք ոչ տանջվել ենք, ոչ չարչարվել, դրա մեջ շատ լավ էր ընդով։
Գյուղում քեֆ ուրախության ձայներն էլ այլևս պակասել են։ Դժվարանում է հիշել, թե վերջին անգամ երբ է ուռուտում զուռնա դհոլի ձայն դուրս եկել։ Հարսանիքներ հազվադեպ են լինում։ Եթե լինում են, ապա գյուղից դուրս ռեստորաններում են նշում։ Թեպետ նկատում է հիմիկվա երիտասարդությունը ամուսնանալ էլ չի ուզում։ Ու ակամայից հիշում է այն ժամանակվա համեստ սեղաններով, բայց լիքը սրտերով ջերմացած հարսանիքները։ Հիմի վախում են, որ ամուսնանան։ Մեր գյուղում հաշվել ենք, թե քանի տղա չի ուզում ամուսնան, արդեն մեծացել են վավշի։ Դեսա 50 տարեկան։ Մինն էլ են իմ քվորս տղեն։ Արդեն նա էլ մնաց, չեն ամուսնանան։ Ախ տղեկա վախ թեխին վախում որ ամուսնանան։ Պահանջը շատ է։ Աղջիկներն չեն ամուսնան, ասում են կարիերա ստեղծենք, հետո ամուսնանան։ Մինչև կարիերան ստեղծվես, մեծ վախն է շատ դժվար է երեխա ունենալը։ Էտա Միկվա երիտասարդություն սաղ վախում են, որ ամուսնանան, չգիտեմ։ Ամեն գյուղում էլ, որ հաշվարկում են, ասում ամենքն ասում ամեն գյուղում մի 10-15 հատ տղա առանց ամուսնանալ են։ Չնայած գյուղում արդեն մարդ էլ չի մնացել։ Հարսը, որ հարսի շորով դուրը չգա նվակով, բանով, էլ ինչ հարսանիք։ Այստեղից գյուղից ծեր գնում ենք ընծեր, որ հարսանիք թամաշանենք։ Շատ հետաքրքիր էր, մանավանդ այն ժամանակվա երեխեքը հետաքրքրությունից վազում են, վակվում են, որ հարսանիք է։ Հետո կանֆետ են շպրտի, ամենքին մի հատ կանֆետներ են վերտին։ Այդ ինչ շատ հետաքրքիր կյանք էր, բայց միջ սառը կյանք։ Լամարան հաշ չէ նաև այս հեռուստատեսային աշխարհի հետ։ Հեռուստացույց գրեթե չեն էլ միացնում։ Տանը գույքի պես մի բան է դարձել, որովհետև նայելու ու լսելու շատ քիչ որակով բան են հանդիպում։ Մի ես էլի սիրում եմ, նայում եմ, հաճույքով քանց մեր հայկական կինոքեր, մեր հայկական կինոքերից ձանձրացել եմ։ Պատկերացնում ես վերջի զանգը, այնքան ձանձրալի ձգձգելով, այդ աղջիկը ինքը իր նկարահանած կինոն տենեմ, հոգնեցուցիչ է։ Առաջ մեր 5 կինոները, հիմի միացնում եմ մեր 5 կինոները, հաճույքով նայում եմ, որովհետև շատ ընտիր նկարահանումներ էլ են։ Վայ ձանձրանում ենք այդ կինոներ, ասում սրա համարն իմանամ, զանգեմ, ասում աղջիկ ջան, նենց կինո նկարանի, որ հաճույքով նայենք, որ երկրորդ անգամ էլ նայենք, հնդկական կինոն նորից եմ նայեմ, երկրորդ անգամ եմ նայեմ, որովհետև ինչ-որ մի բան հաճույք կա, մեջին նպատակ կա, աննպատակ բան է, այն ժամանակ ընդամենը 2 ժամանոց կինո էր, ամբողջ սյուժեն միտեղ 2 ժամվա մեջ հետաքրքիր էր ելնեմ, ու վերջանում էր այդ բանը հետաքրքիր։ Փախչում ենք մենք ակումբները, մի անգամ դասից փախանք, սաղին կազմակերպիչի փախանքական կինոք։ Հիշում եմ, մեր աշխարհագրության դասատուն, Այվազյան Սումբաթը, փախանք դասից, մի քանիսը ետ են գնացի, կանչել ետ են գնացի, որ ես մեր հարևան Միշիկը, չենք գնացի մենք տղիկ։ Են էքսի օրը գնացի, ասավ, արի դասի, ասի չգիտեմ, դասը չեմ սովոր։ Ասավ հնդկական կինոյի համար դաս կսովորես, գնա հորս ու մորդ ասա, ունը ծախին քեզ ուղարկեն Ինդիա։ Բարոյականություն, սիրտ ու հոգի կար այն հին ֆիլմերում, անգամ հնդկական ֆիլմերում եւ միշտ հաղթում էր լավը բարին գեղեցիկը։ Հիմա ինչ խոսում են տգեղ փողոցի լեզվով, մի լեզվով, որ գուցե տղաներն են նեղ շրջապատում խոսում։ Դա ինչ լեզու է, որ ամեն երեկո աղմաղ է տարբքից հայկական ալիքներից լցվում է մեր տներ։ Բողոքում է Լամարան ու ասում, որ դրա դեմ ոչ բողոքող կա, ոչ պատժող, ոչ էլ ստուգող։ Կարծես թե հենց այդպես էլ պիտի լինի, բայց մինչև ուր, զայրանում է Լամարը։ Դրա համար էլ նրա տանը հեռուստացույցը դարձել է անշարժ գույք։ Ինչև է Լամարի մոտ ամեն բան կենթանի է, շպիտը, խոսքը, շարժումը։ Տարիները անցել են, բայց նրա սրտում դեռ ապրում է երիտասարդական ջերմությունն ու կյանքի հանդեպ անսպար սերը։ Նրա հետ զրուցելիս հասկանում ես, թե ինչու ուռուտը նրան բաց չի թողնում ու ինքը գյուղին։ Երկուսն էլ իրար պես համառ են, հողակապ ու ազնիվ։ Իսկ վերջում մեծ ճանապարհ դնելուց առաջ իր արևոտ ու լուսավոր բակում աշնան մեղմ քամուն կխառնվի իր շատ քաղցր ձայնի հնչյունները։ Քեզանից մաշունի գուցքդ մի բանա իզուր ինձ
մի տանջի էլ չեմ դիմանա անսիրտան ջիգար խիղճեմ ապիկար մարմինը չքեղ աչքերդ կանթեղ սերտերեն հալում հայացքետ ահեղ սերտերեն հալում հայացքետ ահեղ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Ուռուտի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։